Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Աղվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք երջճգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Շատ շուտով ի դեպ արդեն պատրաստ կլինեն հունիս ամսվա կանխատեսումները։ Եվ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Եվ իհարկե դիտեք այս վիդեոն մինչև վերջ, որովհետեւ կենդանակերպերի կանխատեսումները, սիրելի բարեկամներ, ներկայացնում եմ ինչպես միշտ վերջում։ Այժմ ներկայացնեմ գալիք շաբաթվա, այսինքն մայիսի 19-ից 25 ընկած ժամանակահատվածի աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ։ Շատ կարևոր է գալիք շաբաթը, որովհետև նախ արեգակը մայիսի 20-ին մուտք է գործում երկվորյակներ, այդ տաղտկալի ցուլ կենդանակերպից հետո իհարկե թեթև օդային երկվորյակները, որոնք ավելի այսպես նուրբ նշան է, Մերկուրին է ղեկավարում, թարմ շունչ կմտցնի իհարկե մեր կյանք, եւ երկրորդ կարևորագույն աստղաբանական իրադարձությունը մայիսի 29-ին Ճարաբաստիկ Սատուրնը, մեծ շարիկ Սատուրնը մուտք կգործի Խոյ կենդանակերպ 30 տարի մեկ անգամ։ Առաջին անգամ այս 30 տարիների մեջ Սատուրն մոլորակը կանցնի գարնանային գիշերահավասարի կետը, որը շատ կարևոր աստղաբանական իրադարձություն եւ զարգացումներ է բերելու։ Եվ այսպես լուսինը շաբաթվա սկզբից գտնվելու է, սիրելի բարեկամներ, ջրհոս կենդանակերպում, մի փոքր լարված է մայիսի 19-ը, նախ 10-17 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներայի հետ։ 13 աստիճան Խոյ կենդանակերպում գտնվում է Վեներան եւ 13 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ Եվ իհարկե այստեղ առավոտը մայիսի 19-ին իհարկե խիստ բարենպաստ է կանանց հետ հարաբերությունները կարգավորելու եւ նաեւ առհասարակ միջանձնային հարաբերությունների կարգավորման համար։ Բայց օրվա ընթացքում լարվածությունը աճելու է, սիրելի բարեկամներ։ Մայիսի 19-ին արդեն 12:22 րոպեին լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Մարս մոլորակի հետ, նախաձեռնության, ակտիվության, էներգիա եւ ռազմի մոլորակ։ Մարսը շարունակում է իր ընթացքը Առյուծ կենդանակերպով եւ գտնվում է 17 աստիճան Առյուծում եւ լուսին իհարկե դիմակայելու է իրեն գտնվելով 17 աստիճան ջրհոսում։ Դա զգալիորեն լարվածությունը աճելու է ռազմաքաղաքական ոլորտում, նույնպես լարվածություն, միջանձնային հարաբերություններում լարվածություն, այնպես որ եթե ցանկանում եք ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերել, դա արեք մինչև ժամը 12-ը մայիսի 19-ին։ Եվ արդեն 15:59 րոպեին նաեւ լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի հետ կապի հեռահաղորդակցության մորակ Մերկուրին գտնվում է 16 աստիճան ցուլ կենդանակերպում եւ 16 աստիճան նույնպես ջրհոսում գտնվելու է լուսինը։ Մայիսի 20-ը շատ կարևոր օր է, բավականին ներդաշնակ է սկսվում օրը, բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ օրը բարեխառն է լինելու, սիրելի բարեկամներ, որովհետև 8-12 րոպեին լուսինը նախ գեղեցկագույն եռանկյունի առաջացնելու մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, որը շարունակում է գտնվել երկվորյակներում 25 աստիճան ջրհոսում գտնվելու լուսինը, 25 աստիճան երկվորյակներում գտնվում է Յուպիտերը։ Դա շատ բարենպաստ է միջանձնային հարաբերությունների համար, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ինչ որ նոր, քանի որ ամբողջ գալիք շաբաթվա ընթացքում լուսինը մարող է լինելու, իսկ այնքան էլ խորհուրդ չեմ տա ձեզ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել եւ նոր գործեր սկսել, նոր բիզնես սկսել, բայց այնուամենայնիվ ես խորհուրդ կտամ ձեզ ավարտին հասցնել գործերը, եթե ինչ որ հանդիպումներ ունեք, ապա այդ հանդիպումները կատարեք մայիսի 20-ին օրվա սկզբին, քանի որ արդեն 11:53 րոպե լուսինը լարված քառակուսի
կառաջացնի ուրան մոլորակի հետ, որը շարունակաբար գտնվում է ցուլ կենդանակերպում։ Եվ մինչև գիտեք մայիսի 20-ը Արեգակը միացած է լինելու ուրանի հետ, այնպես որ դա նույնպես հաշվի առեք։ 15-58 րոպեին լուսինը վերջին քառորդը կկազմի Արեգակի հետ 29 աստիճան ցուլ կենդանակերպում Արեգակ եւ 29 աստիճան ջրհոսում գտնվում է լուսինը, իսկ 16-28 րոպեին լուսինը լքելու է ջրհոսը եւ մուտք կգործի ձկներ կենդանակերպ։ Նաև օրվա վերջում մայիսի 20-ին հենց 22-54 րոպեին Արեգակը կլքի ցուլ կենդանակերպ եւ ուրանի հետ միությունը այդ անսպասելի զարգացումներ բերող անհանգիստ, լարված տնտեսական ցնցումներ առաջացնող այդ արևի եւ ուրանի միությունը աստիճանաբար ամսի 20-ից հետո, այսպես ասած, չեղարկվելու է, վերանալու է եւ իհարկե ավելի բարենպաստ զարգացումներ են մեզ սպասվում արդեն։ Բավականին բարդ եւ լարված օր է լինելու մայիսի 22-ը 6:20 րոպեին մայիսի 2-ին Երևանի ժամանակով 6:20 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի Մերկուրիի հետ, իսկ 13:27 րոպե արդեն լուսինը գնում է Յուպիտեր մոլորակի հետ, մեծերչանկության մոլորակ Յուպիտերի հետ քառակուսի կազմելուն 25 աստիճան երկվորյակներում գտնվում է Յուպիտերը, միջալոց Յուպիտերը արդեն հունիսի սկզբին լքելու է երկվորյակները, այնպես որ երկվորյակներ ջանը շտապ եք, ձեր բոլոր, այսպես ասած, հնարավորությունները, ճակատագրական բաց դռները կփակվեն արդեն հունիսի 10-ից հետո եւ աշխատեք այս օրերը օգտագործել։ Լարվածությունը լուսնի եւ Յուպիտերի իհարկե անբարենպաստ է, հատկապես ինչ որ կարևոր առևտրական գործարքներ կնքելու համար կամ ինչ որ մեծ գնումներ կատարելու համար հաստատ ձեր ծախսերը կգերազանցեն ձեր սպասելիքները։ 16-18 րոպեին մայիսի 22-ին Երևանի ժամանակով 16-18 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի ուրան մոլորակի հետ, իսկ այնուհետև իհարկե երեկոն բավականին լարված է անցնելու մայիսի 22-ի, որովհետև 20-6 րոպեին արդեն լուսինը կմիանա դժնդակ Սատուրն մոլորակի հետ 29 աստիճան այդ սատկած ձկան աստիճանում 29 աստիճան ձկներում եւ իհարկե դա նշանակում է էմոցիոնալ սառնություն, միջանձնային հարաբերությունների միջև հնարավոր են ինչ որ փոխ ըմբռնման բացակայություն, սառնություն, էմոցիոնալ լարվածություն, այնպես որ ընդհանրապես այդ երեկոն անցկացրեք հանգիստ եւ մի փորձեք պարզել հարաբերություններ այլ մարդկանց հետ։ 20-25 րոպեին սիրելի բարեկամներ լուսինը կլքի ձկները եւ մուտք կգործի անհանգիստ եւ անհամբեր խոյ կենդանակերպ, այստեղ իհարկե նրան սպասում է Նեպտունը, որը արդեն մարտի 30-ից գտնվում է խոյ կենդանակերպում, 23-14 րոպեն լուսինը կմիանա Նեպտունին։ Իհարկե այստեղ դեզինֆորմացիայի տարածման հավանականությունը շատ է։ Ստուգեք այն տեղեկատվությունը, որը դուք ստանում եք եւ նոր ընդունեք դա իգիտություն, սիրելիներս, մայիսի 22-ի երեկոյան, որ կստանաք արդեն դեպի գիշեր 23-14-ից հետո։ Բայց լուսնի եւ Նեպտունի միությունը նաեւ տալիս է կանխատեսական ընդունակությունների ուժեղացում, այսինքն նոր լիցք է հաղորդում այդ կանխատեսական, եթե դուք ունեք այդպիսի ընդունակություններ, սիրելի բարեկամներ, ապա աշխատեք, եթե շուտ եք հատկապես գնում քնելու, աշխատեք հիշել այն երազը, որը դուք կտեսնեք մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը։ Եվ 23-43 րոպեին արդեն իհարկե լուսինը ուղղեցանկյուն կկազմի Արեգակի հետ, լուսինը շարունակելու է մարել ողջ գալիք շաբաթվա ընթացքում, սիրելիներս, այնպես որ շտապեք ազատագրվել անցանկալի երևույթներից։ Բոլոր արարողակարգերը եւ հմայախոսությունները դիտեք իմ երկրորդ YouTube-յան ալիքում Աստրոմագ եւ Թելիսմաններ YouTube-յան ալիքում։ Անպայման բաժանորդագրվեք եւ նաեւ այդ ալիքին հղումը ես կներկայացնեմ այս վիդեոյի վերջում եւ դիտեք այս վիդեոն մինչեւ վերջ։
Բայց շաբաթվա վերջում իհարկե բարենպաստ էներգետիկան ավելի մեծ թափ կառնի։ Մայիսի 23-ին 2:41 րոպեին լուսինը վեցանկյուն կկազմի Պլուտոնի հետ, իսկ այնուհետև բավականին բարենպաստ օր է մեզ սպասվում մայիսի 24-ը։ Մայիսի 24-ին, սիրելի բարեկամներ, արդեն 0:13 րոպե լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Մարս մոլորակի հետ, որը 16 աստիճան առյուծ կենդանակերպում է գտնվում։ Այնուհետև 1:12 րոպե Երևանի ժամանակով լուսինը կմիանա Սիրիոյով գեղեցկության մորակ Վեներային 17 աստիճան խոյ կենդանակերպում։ Սա իհարկե լավ է ամուսնության նշանադրության, այս օրը ընդհանրապես բարենպաստ է, բայց պետք է ասել, որ օրվա սկիզբը աշխատեք, որտեվ այսպես մինչև երեկո աշխատեք այդ գործողությունը, այնուամենայնիվ չնայած որ լուսինը երբ տարանցում է խոյ կենդանակերպով, ես խորհուրդ չեմ տալիս ամուսնանալ կամ նշանադրվել, այնուամենայնիվ քանի որ լուսինը բարենպաստ հարաբերություններ է կազմում մայիսի 24-ին եւ Վեներայի Սիրիոյով գեղեցկության մորակի եւ մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, դա ձեզ կօգնի իհարկե։ 15:43 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նաև Յուպիտերի հետ, որը շարունակում է գտնվել երկվերակներում։ Իսկ 21:37 րոպեին լուսինը կլքի խոյ կենդանակերպ, անհանգիստ, լարված խոյ կենդանակերպ եւ մուտք կգործի ցուլ, որտեղ նա հզոր է, հասնում է իր փառավորման եւ զորության գագաթնակետին։ Բավականին լարված է մայիսի 25-ը, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 3:36 րոպեին լուսինը լարված քառակուսի կկազմի Պլուտոն մորակի, ավերիչ մոլորակ Պլուտոնը շարունակում է տարանցել ջրհոս կենդանակերպով եւ 3 աստիճան ջրհոսում է, իսկ լուսինը նույնպես գտնվելու իր փառավորման այդ աստիճանում 3 աստիճան ուրեմն ցուլ նշանում։ Պետք է ասել, անմիջապես դրանից հետո 7:35 րոպեին, մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 7:35 րոպեին, վերջապես այդ չարաբաստիկ չար մոլորակը, մեծագույն չարիք Սատուրնը կլքի ձկները կազատագրվեն ձկները վերջապես եւ մուտք կգործի խոյ կենդանակերպ, բայց ժամանակավորապես ես իմ կանխատեսումներում այս 25 թվականի համար նշել էի, որ բոլոր բարձրագույն մոլորակները իհարկե փոխում են իրենց դիրքերը, բայց ժամանակավորապես մինչև սեպտեմբերի 1-ը Սատուրնը գտնվելու է խոյ կենդանակերպում, իսկ այնուհետև նորից կվերադառնա ձկներ, մի փոքր կարճ ժամանակով նորից ձեզ կանհանգստացնի սիրելի ձկներ, բայց դա արդեն կլինի սեպտեմբերի 1-ից հետո։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, ես ներկայացրեցի աստղացույց լուսնացույցը եւ քիչ անց կներկայացնեմ նաեւ կենդանակերպերի կանխատեսումները գալիք շաբաթվա ընթացքում։ Իսկ այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն մայիսի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, պատրաստ եք։ Պատրաստ եղեք, սիրելի խոյեր, որովհետև գալիք շաբաթվա ընթացքում չարաբաստիկ Սատուրնը մուտք է գործում ձեր կենդանակերպ։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Սատուրնը հատելու է գարնանային գիշերահավասարի կետը եւ իհարկե մեծ փոփոխություններ կառաջացնի ամբողջ տիեզերական զարգացումների, համաշխարհային զարգացումների մեջ։ Սիրելի խոյեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը, ասեմ, որ մայիսի 20-ից 22-ը պետք է զգուշանա գաղտնի թշնամիներից, իսկ մայիսի 22-ից 24-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, զբաղվեք գործնական, անձնական հարցերի կարգավորմամբ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի խոյեր, եւ իհարկե մշտապես զգուշացեք եւ լրջացեք, որովհետեւ Սատուրնը սիրում է լուրջ կայացած որոշումներ, այլ ոչ թե չմտածված, ինչ որ անհամբեր, ինչ որ իմպուլսների ազդեցության տակ կատարած քայլեր։ Եվ մայիսի 24-ից 25-ը
Բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի խոյեր, այդ պահին երբ Սատուրնը մուտքը գործի ձեր աստղակերպ, ֆինանսական հաջողությունը ձեզ ուղեկցելու է, այնպես որ մի բաց թողեք դրա։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, մայիսի 20-ից 22-ը կարևոր հանդիպում ջերմ ընկերական միջավայրում բարենպաստ է նաև բիզնեսի համար, եթե օնլայն բիզնես ունեք։ Սիրելի ցուլեր, մայիսի 22-ից 24-ը զգուշացեք գաղտնի թշնամիներից եւ մայիսի 24-ից 25-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով եւ գեղեցկությամբ եւ անձնական գործնական խնդիրներ լուծեք, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի երկվորյակներ, մայիսի 20-ից 22-ը կարևոր գործնական հարց է ձեզ համար լուծվելու, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, կամ ինչ-որ աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, հնարավոր ինչ-որ շատ հեռանկարային առաջարկություն լինի ձեզ, սիրելի երկվորյակներ։ Մայիսի 22-ից 24-ը ջերմ հանդիպում ընկերական միջավայրում ձեզ կուրախացնեն նաև ձեր չափահաս երեխաները։ Մայիսի 24-ից 25-ը զգուշացեք գաղտնի թշնամիներից եւ առհասարակ բարդ ինչ-որ զարգացումներից, հնարավոր է դուրս սպրդի ինչ-որ թաքուն ինֆորմացիա, անցյալից գաղտնիքներ բացահայտվեն, սիրելի երկվորյակներ։ Սիրելի խեցգետիններ, մայիսի 20-ից 22-ը կարևոր լուր կստանաք արտասահմանից կամ նվեր, մայիսի 22-ից 24-ը կարևոր գործնական խնդիր կլուծվի ձեզ համար, պետական դրան հետ կապված, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, հնարավոր է հեռանկարային առաջարկ։ Եվ մայիսի 24-ից 25-ը սիրելի խեցգետիններ հանդիպում ընկերների հետ կամ ուրախ լուր ձեր երեխաների ամուսնությունից, նշանադրությունից, հնարավոր իմանաք, որ հղի է ձեր հարսը կամ ձեր աղջիկը։ Մի խոսքով լավ շաբաթ է ձեզ համար, սիրելի խեցգետիններ։ Բարեխառն է նաև առյուծների համար։ Այս շաբաթը գալիք մայիսի 20-ից 22-ը զգուշացեք անսպասելի զարգացումներից, հատկապես ճանապարհներին զգուշ եղեք, սիրելի առյուծիկներ, հնարավոր է ինչ-որ որոշեք դուք վարկը ձևակերպեք կամ հիպոթեք ձևակերպեք, բայց այնուամենայնիվ մայիսը լավագույն ժամանակը չէ դրա համար, ես դրա մասին անդրադարձել եմ։ Չնայած արեգակը հեռանում է Ուրան մոլորակից եւ այնպես որ այդ տնտեսական խնդիրները, ճգնաժամային երևույթները աստիճանաբար նահանջելու են, սիրելի առյուծներ, մայիսի 22-ից 24-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կստանաք, սիրելի առյուծիկներ, 24-ից 25-ը կարևոր գործնական հարց է ձեզ համար լուծվելու, պետական դրան հետ կապված կամ գործնական առաջարկության հետ կապված, փաստաթղթերի հետ կապված։ Սիրելի կույսեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարեխառն է լինելու այս շաբաթը, բայց ինչով է բարդությունը նահանջում, որովհետև Սատուրնը հեռանում է ձկներից գալիք շաբաթվա ընթացքում, սիրելի կույսիկներ, եւ ձեր 7-րդ տնից դուրս կգա, վերջապես դուք կթոթափեք ձեր վրայից այդ խնդիրները անձնականի հետ կապված, ինչ-որ միջավայրի հետ կապված, հնարավոր ինչ-որ խնդիրներ ունենայիք։ Մի խոսքով բարենպաստ է, այդ տեսանկյունից շատ բարենպաստ է գալիք շաբաթը, մայիսի 20-ից 22-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Մայիսի 22-ից 24-ը էքստրեմալ իրավիճակներ, հնարավոր է ձեզ շտապ գումար պետք գա, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք։ Եվ մայիսի 24-ից 25-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև մեկնեք արտասահման։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, մայիսի 20-ից 22-ը աշխատանքային կարևոր զարգացումներ, նոր աշխատանք, նաև զբաղվելու եք առողջության հետ կապված հարցերով։ Մայիսի 22-ից 24-ը սիրելի կշերքներ, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ
բախումներով հետագայում դժվար կվերականգնեք այդ հարաբերությունները։ Մայիսի 24-ից 25-ը էքստրեմալ իրավիճակում եք հայտնվելու, ձեր շտապ գումար պետք գա, նաև զգուշացեք հանկարծակի ինչ-որ հիվանդությունների սրացումներից, եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, հիշեք սիրելի կսակներ, Սատուրնը չարաբաստիկ սկսում է դիմակայել ձեր արեգակին, մուտք գործելով խոյ կենդանակերպ մայիսի 25-ից հետո, այնպես որ ամեն տեսակ խնդիրներ առողջական կամ խնդիրները ձեր միջավայրի հետ, ձեր զուգընկերների հետ, ամուսնության հետ կապված բավականին ակտուալ են լինելու մինչև սեպտեմբերի 1-ը կմնա իհարկե խոյ կենդանակերպում, հետո 26 թվականին մշտապես կմտնի խոյ կենդանակերպ եւ ձեր 7-րդ տուն։ Իհարկե ես առանձին դրա մասին կներկայացնեմ Facebook-յան լայվով, սիրելի կշերքներ։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Մայիսի 20-ից 25-ը վայելելու եք երեխաների, չգիտեմ, հանգիստը, հաճույքները, հնարավոր նաև մեկնեք հանգստի, կարճ ինչ-որ հանգիստ տակ։ Մայիսի 22-ից 24-ը բարենպաստ է նաև բիզնեսի համար, մայիսի 20-ից 22, իսկ մայիսի 22-ից 24-ը զբաղվելու եք աշխատանքային հարցերով եւ առողջության խնդիրներով, այդ կապված խնդիրներով։ Մայիսի 24-ից 25-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, սիրելի կարիճներ, որովհետեւ դակամ դժվար կլինի վերականգնել հարաբերությունները, եթե փչացնեք դրանք։ Սիրելի աղեղնավորիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը, մայիսի 20-ից 22-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է ինչ-որ տան փաստաթղթերով զբաղվեք, տան առքովաճառքով կամ ձեռք բերեգույք, բայց ես ձեզ ասեմ, սիրելիներս, քանի որ Սատուրնը փոխում է այդ նշանը արեգակը, ինքը փոփոխական է լինելու գալիք շաբաթը, այնպես որ սպասեք, որոշ ժամանակ սպասեք, նոր այդ գործարքները կատարեք։ Մայիսի 22-ից 24-ը վայելելու եք հաճույքներ ձեր երեխաների հետ կապված, հնարավոր լավ լուրեր ձեր երեխաներից, եթե վաղուց սպասում եք այդ հղիության անպայման կիմանաք։ Մայիսի 24-ից 26-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու եւ առողջության հետ կապված հարցեր եք կարգավորելու։ Արևը շատ ուժեղ է, փորձենք փակել արևը։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է գալիք շաբաթը, մայիսի 20-ից 22-ը կար ճանապարհ է գնալու, որի ընթացքում հնարավոր է կարևոր հանդիպում կամ կարևոր լուր կստանաք դուք, սիրելի այդ եղջյուրներ։ Մայիսի 22-ից 24-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու, հնարավոր է նաև առքովաճառք բնակարանի։ Մայիսի 24-ից 25-ը զբաղվեք ձեր հաճույքներով, երեխաներով, հանգստով, շատ բարենպաստ է։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Մայիսի 20-ից 22-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, սիրելի ջրհոսներ։ Մայիսի 22-ից 24-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հնարավոր է կարևոր տեղեկատվություն ստանաք կամ հանդիպում լինի կարևոր գործնական կամ անձնական բնույթի։ Մայիսի 24-ից 25-ը սիրելի ջրհոսիկներ տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր է կարգավորելու եւ ի վերջո ձկնիկների համար գալիք շաբաթը եւս շատ բարենպաստ է։ Վերջապես սիրելի ձկնիկներ, Սատուրնը դժնդակ, սահմանափակումների մեծ չարիքը լքում է վերջապես ձեր կենդանակերպը ձկներ եւ մայիսի 25-ին մուտք կգործի խոյ կենդանակերպ, որը իհարկե ձեզ համար շատ ուրախալի լուր է եւ ասեմ, որ ձեր հաջողությունը կկրկնապատկվի, սիրելի ձկնիկներ։ Մայիսի 20-ից 22-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, անձնական եւ գործնական հարցերի կարգավորումը բարենպաստ կլինի այդ ընթացքում, հաջողությունը ձեր կողմն է։ Մայիսի 22-ից 24-ը բարենպաստ է ֆինանսական
ամսական գործունեության համար փող եք ստանալու եւ մայիսի 24-ից 25-ը կարճ ճանապարհ է գնալու սիրելի ձկնիկներ, որի ընթացքում կարևոր հանդիպում կլինի կամ զանգ կստանա կարևոր տեղեկատվությամբ։ Ահա այսքան է սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյան հետ իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև մոգական երկրորդ YouTube-յան ալիքին Աստրոմագ եւ Թալիսմաններ, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչ կուզեք, ինչ տեղեկատվություն կուզեք, նաև որ ես հաղորդեմ ձեզ այս շաբաթական կանխատեսումներում։ Ամենայն բարիք ձեզ տեսություն։